Ողջույն։ Ողջույն։ Ամսի 25-ն է, փետրվարի։ Ինչ մնաց 3 օր, հա? Այո։ Գարու։ 5-10։ 5-10։ Չտով իրել երկեմ։ Երկի։ 8 աստիճան։ Առավոտից կեշային լսեցինք բոլոհել, մի հատ էլ ես երկեմ։ Բա բողոքում ես որ չթողեցի։ Էս ինչ փողոց էր, Ջուղայի։ Հայր ջան գնում ենք Զովք, հույսով եմ ուրախ եք շատ։ Էս էլ Գյուրջան փողոցը։ Մեկ մի անգամ Փարիզյան սուրճում մի հատ լավ ընտանիքի հետ հանդիպեցինք։ Անահիտը կնոջ հետ ընկերներ եք Facebook-ում։ Հա։ Ոնց է, Ժաննա Կարենի։ Ժաննա Կարենի, այո։ Աղջիկը կհիշեք, ուզում էր ֆիզմատ ընդունվեր դպրոց Երևան։ Այսինքն ծնողներն էին հələ որ առայժմ ուզում։ Դե երևի ուներ աղջիկը ինչ-որ։ Հագումներ, այո։ Ամուսնու անունը ցավոք չեմ հիշում, Անահիտն էլ չի հիշում, բայց Անահիտը մինչև Գյուրջան էս Զովկը մտնի, ես մի հատ գնամ մի քիչ են կողմ, այնտեղ իրանք տուն են արել, որ գան այնտեղ պետք է ապրեն, գնանք այդ կողմերը մի հատ տնանք, տունը չգիտեմ հաստատ, բայց նորակառույցները մի հատ նայենք։ Չէ, ստեղնած լավ տեղ տվեցին ժողովուրդ, լրիվ անսպասելի։ Ոնց որ ես երևի լավ փորձեմ ոտով մի քիչ գնամ։ Գյուրջան փողոց, այ դեպի Ժաննայից տուն, աստորեն, բայց ներում եք չէ ոնց է ամեն ինչ ստացվում, որ մարդու պլանների դեմ է ալնում, քամի է նախ։ Հետ հաճելի չի նկարելու, շատ կասկածում եմ, որ նորմալ կլսեք, բայց գնամ են այդ գոնե փորձեմ ընդեղից նայեմ շենքերին։ Մոտեցա մի քիչ։ Չգիտեմ ինչի ինձ թվում է այս երկու շենքից մեկը պետք է լինի։ Իհարկե շատ հնարավոր է, որ լրիվ սխալվում եմ։ Կարող է ես մի շենքը լինի, մի խոսքով տենց, տնից դուրս եկան քամի չկար այլ ես ինչ ուժեղացավ, դեսեր դե գիտենք լավ, քաչ, մեր աչքի առաջա բարձրացել շենքը, Ես էլ առաջին օրակառույցը Զովքով հանդերձ վերս գնամ մեքենայի մեջ նստեմ Զովքում ես ոնց որտեղ ոչինչ չունեմ առնելու կանյակ ունեմ, սիգարետ ունեմ Գնացինք, եթե թույլ տանի երկը Ծայրում ասելում էր ախցանում Ոչ մեկը չի ուզում ստեղ մտնի լավ տեղը Սառը քամի էր Հա Անդուշ, այդ քամին էլ Բայց ես տնից դուրս եկա Վաղ անձրև Անահիտ Գնում ես ինչ լավ անգործ նստելը Նստեցի Անգործությունից որոշեցի իմանամ Ես Գյուրջան փողոցը Որ Գյուրջանի անունովը Մի հատ կա Գաբրիել Գյուրջան Մի հատ կա Հակոբ Գյուրջան Հակոբ Գյուրջանը քանդակագործ է
մեծ մասը Այդ Պերլաշեզու Միլանն էր։ Այո, մեծ մասը Փարիզում ապրել, իսկ Գաբրիել Գյուրջյանը Երևանում ապրել, Ինչ մասնագիտություն։ նկարիչ է Գաբրիել Գյուրջյանը, պեյզաժիստ է մեծ մասը, իսկ Հակոբ Գյուրջյանը դե լավ գիտենք, երկուսն էլ իմիջայլոց բանում կան մեր պատկերասրահում, երկուսի աշխատանքները, իսկ Հակոբը Անահիտ, ուրեմն համարյա բոլոր նկարները կտակել է Երևանին, պատկերասրահում է իր նկարները, հա, Այսինքն ինքը համ նկարիչ է, համ քանդակագործ։ Չէ, ինքը քանդակագործն է Հակոբը, իսկ Գաբրիելը նկարիչն է։ Գաբրիել ասեց, Հակոբ ասեցի, դրա համար հարցրեցի։ Հակոբը Գաբրիելն է կտակել։ Չէ, Գաբրիելը Երևանում է ապրել, ինչ կտակի, Երևանում է սա գործերը։ Իսկ Հակոբը Ֆրանսիայում է մեծ մասը ապրել։ Իսկ ինչն է կտակել։ Քանդակները։ Բա դու նկարներ ասեցիր, բա սա այդ չհասկանալը դրա մեջ է։ Անա 50 տարի հետո ապրում ես, չգիտես, որ սա ծուրմուր եմ ասում։ Հասկացի։ Պետք է точно իմանալ։ Հիմա точно իմացար։ Այո։ Ով է։ Շատ լավ կենթանիներ ունի քանդակած կեշը, ասես շունա, կապիկա, այդպես։ Հա։ Հիշում եմ հայկական մասում Պերլաշեզի լավ ինձ քանդակներ ուներ։ Հա, գերեզմաններ Մի ընտանիքի, չէ։ Հա։ Մի խոսքով սենց բարձեցինք այդ հարցը։ Վերջում անունով էր։ Գաբրիելի թե Հակոբի։ Չէ, Հակոբի։ Հակոբ Գյուրջյանի անունով է այդ փողոցում։ Դռները փակվեցին, գայի փողոցը Շլովազոտը փողոցը։ Այո։ Բայց արալերը չկա։ Այսքան քամի եղավ ու չբացեց։ Շշմիչ են սարերը։ Մասիվցիները գնացին։ Մերոցից մեկը լավ էր գիրը։ Ու շատ իր նայում էի դեմքերին տխուր են։ Հա, Անուշն էր գրել, Անուշ։ Հասկանում մոռացա։ Մեկն էլ գրելերից որտեղից տեսակ որ տխուր է։ Ոնց իմացաք։ Դե դեմքից են, մարդը ասել դեմքերին եմ նայում։ Ուշադիր։ Այ Անուշ ջան, այդ առևտրի մեջով պետքա ուրախ լինի։ Հա, բայց նրանց Անուշը ոնց որ ինձ մոտ ընկեր է Facebook-ում։ Հա։ Ընկերներ եք։ Որ նիկերի մեջ իրանց բոլորի ամեն մեկի նկարը լիներ դեմքը կհասկանայի, որտեղ դե Facebook-ում ֆոտոներ լինում են։ Այո։ Իսկ հիմա ասենց չես հասկանում ով է։ Դու մենակ այդ են փչացրել։ Մի վաղ գիտես ինչքան լավ էր։ Օրինակ, ասենք Արարատ Եգանյան, հա։ Խփում էի Նիկը Արեկ, այնտեղ պոիսկի տեղ կար էլի Գորոնման։ Սաղ Արարատի կոմենտները բերում էր, լրիվ սաղ, ինչքան որ դու պատկերացնում ես այդ ինչ ֆանտաստիկ բաներ, չկա, վերացավ այդ։ Հա, հիմա վերջի 3-ն է բերում։ Հա, դու պետք է։ Որտեվ Արարատի կոմենտները մի հատ առանձին գրքով կարելի է բան անել։ Լավ կոմենտներ է գրում այ Արարատը։ Այո։ Իգրինն էլ կարելի է։ Հա, Իգրին էլ է լավ գրում։ Երևանյան։ Հիշողությունները։ Դիրեն։ Սալվին էլ ամեն տեղ ապրել է Երևան։ Ոնց էլ մի վաղ Նելին էր, հիշում ես այն սկզբերում։ Հա։ Ինչ գրում էինք ինքը այդտեղ Տեղյակ էր։ Հա, թե նկարչության էր գնացել կամ չգիտեմ։ Բարի էր գնում գնացել։ Ո՞ց Նելին Հնդկաստանում է, բայց հիմա եկել է թե չէ։ Այսօր մտքովս անցավ նորից մի անցանք տամ իմանամ։ Զանգ դրանը ջան։ Մի խոսքով բոլորին ում անունները տվեցինք ջերմ ողջուններ։ Այո։ Մեր լավ կոմենտներ գրողները մեր գանձն են, բայց որ տենց է լավ գրողները շատ են,
Հա, շատ են։ Մի անգամից չես կարող։ Նարա Մելքոմյան, Նարա Խաչատրյան, հիշվող կոմենտները, Հասմիկ Սիմոնյան, այո։ հետո այն աղջիկները, որ հանդիպեցին երկու անգամ, մի անգամ Փարիզյանում, մի անգամ էլ Մարտիրոսյան, ոնց որ։ Հա, Հասմիկը մեր։ Հասմիկա էլի, Հասմիկ Մարտիրոսյանը, Գայանեն, Քույրիկը, Դիանան աղջիկը, в общем, Թորնիկը։ Հա, բայց Նելի այդպես չի հանդիպել, Նելին մի վաղ լավ կոմենտներ էր ակտիվ գրում։ Հիմա ինչ հանդիպում ենք, սաղ մեզ պատմում է, էլ ոչ մի բան չի գրում։ Ես Նելին կարոտել եմ։ Հա։ Այո։ Կարոտել ես, թող կոմենտներ գրի։ Այդ քո կողմն է, քո պրետենզիան է, դու ասա, ես չունեմ ոչ մի Անպայման կասեմ, ես մյուս հանդիպմանը չեմ գա, ես կնստացնեմ իր հետ, ես կգնամ, որ ինձ ասելիքները կոմենտներով ասի։ Ջորջն էլ հիմա չի գրում, WhatsApp-ով է ուղարկում։ Հա, Ջորջն էլ էր առաջ։ Ջորջը ինձ ուղարկել էր բանը, Կինո Մոսկվայի ամառայինի լուսանկարները, նոր տեսա առավոտը, մեկ ուզում էի գրեի Ջորջան, ես ոնց էր իմ երկրորդ բնակարան ելներ, ուր ես ինձ այսքան ֆոտո ուղարկել, սաղ անգիր հիշում եմ։ Իսկի ես էլ եմ անգիր հիշում։ Չհասցրեցի։ Չէ, դե ես բացի ֆիլմերից, այդ սրճարանն էինք հաճախ գնում։ Հա։ Տակի, հա, երբ է։ Մի անգամ մենք ես դու մամատ Գուրչենկոյի ֆիլմը նայեցինք այդտեղ։ Բայց լետնիում նայեցինք։ Էլիքսիր մոլոդեսթի։ Հա, հիշում եմ, բայց լետնիում էր։ Այո։ Դա կիրկիներ էր։ Երեք անին էի նայում։ Անմուրացավ լիզում էի վետրում։ Ով էր։ Հա, այդ մամայի սիրած դերասանուհին է, Վիվիեն Լին։ Հա, շուտ սիրուն է, շատ։ Լրիվ նույն ձայնով, նույն բանով մամաս էր միշտ ասում։ Անգիստ կրասատա ունի, էլի, հրեշտակային գեղեցկություն ունի, հենց վզվայովշի չի, էլի, բանը չկա դեմքի մեջ, շատ լավ։ Այդ Գորչենկոյի ֆիլմից մի հատ բան տպավորվեի, մոտ ուժեղ, անունը ոնց էր ասեցիր այդ ֆիլմի։ Այ, բողոմ է Էլիքսիր մոլոդեսթի տենց էր։ Էլիքսիր մոլոդեսթի, դե բան էր, չէ, 400 տարեկան էր, ինչ էր։ Այո, այո։ Ու մի հատ տղայի է հանդիպում, որ այդ պատմաբան էր, ինչ էր, այդ ֆրանսիական հեղափոխության շրջանը շատ սիրում էր, էլի։ Ու որ իմանում է, որ ինքը հանդիպել է այդ, եղել է այդ ժամանակ Ֆրանսիայում, բան, այդ հեղափոխություն։ Սկսում է հարցեր տալ, ասում է, իսկ Ռոբեսպիերը ինչ ձևի մարդ էր։ Ասում է, ես իմ բերանից նենց անդուր հոտ էր գալի, ասում է, բան չեմ հիշում ուրիշ։ Այս տղան նենց պեսի աստավում է։ Պատկերացնում ես, այդ մարդկանց մասին գիտենք ամեն ինչ, բայց հոտը, բանը չենք իմանում էլի, նենց ներբություններ կա, չէ՞ որ։ Հա, вообще հոտը շատ ուժեղ ներբություն է։ Այո։ Եկել իհարկե նկատել ես, չէ՞։ Հոտը մեկ-մեկ ինչ ուժեղ բերում է հիշողություն մի հատ հին։ Երբ որ այդ հոտը ընդեղ եղել է, էլի, չէ՞։ Հա։ Բոլոր երևի զավակները, դուստրերը մամայի հոտն են լավ հիշում։ Պետք է։ Ես շատ սիրում եմ մամայի բարձը։ Մի անգամ հիշում եմ, ինձ հետ էլ է նույն բանը եղել, բայց իր ասածն եմ լավ հիշել։ Արմենը է մեր դասարանի։ Մի անգամ ստեղ սիգարետ էին հայտնվել խանութներում։ Մի հատ առանք ծխեցինք, ծխելուց ասում է, Արմեն ասում է, ոնց որ Սոչիում ելնեմ, ասում է, ընդեղ էր առաջի անգամ ծխել այդ սիգարեն։ Ստեղ հենց ծխեց հիշեց։ Ու իմ հետ էլ է տենց եղել, այ։ Չէ, այստեղ շատ է, չէ, մեկեները։ Չենք ձերքել։
Արդեն գնում է խցանումը երկարում, նայ։ Հա, Արդեն էստեղից։ գնանք երասիով։ Իսկ իրացին ասոտ է, ինչի։ Դա կիրը։ Լայնը 3 անգամ։ Հա, բայց էստեղ էր լինում, հիմա չկա դες։ Թեքվենք Գորյուն։ Չէ, Դավիթ Մինասյանը ես 2 հատ կոմենտ գրել, ոչ մի բան չհասկացա։ Ինչ էր գրել Դավիթ ջան, մի հատ ճշտեք։ Գուգուշյան ինչ որ Նախ եթե Արմենի եղբորս մասին է խոսքը, ինքը ճարտարապետությամբ այո, հետաքրքրում էր ու հետո իր մասնագիտությունը մոտավորապես դառավ։ Ախ Արմենի մասին էր գրել։ Ես տենց եմ մտածում, բայց Ես մտածի Գուգուշյանը, ոչ թե Գուգուշյան։ Դրա համար էլ չեմ հասկացել։ Բայց ալպինիզմով թե այնտեղ ինչ որ էլի մի երկու բան թվարկեց, չէ, Արմենը դրանով չի հետաքրքրել։ Այդքան չեմ հիշում կոմենտը։ Ինչ տված ինքը ինչ որ ուրիշ ալիքին է գրել, շփոթվել է։ Չէ, ես հասկացա, որ եղբորս մասին է։ Այսինքն Արմենին գիտեր, հա ինքը։ Դե ասեց, если он этим интересуется, это мой друг։ Ահա, Տենց է գրել։ դժվար հարց է։ Ճշտեք, Դավիթ։ Եղբայրս դե դիզայներ էր։ Լավ, արդեն ես մի հատ այդ կոմենտը կնայեմ այդ անկյան տակ, որպես քո եղբոր մասին։ Բոլորովին մտքովս շանսով։ Որտեվ Բուբուշյանն հենց է, որ մի քիչ դժվար է շփոթել, էլի։ Դե Գուգուշյան, մի տառն ասը խալասել։ Նավմանձան փողոց, հեսա Թեքվենք Իսահակյան։ Թեքվեցինք։ Իրոք այստեղ քեզ են Ստորգետնյանը, հա, պետք մետրոնոմը։ Հա, մետրոնոմն է, պետք է այստեղից էլ մոտիկա էլի, որտեղ պետք է մտնեմ։ Մենակ է դա, ուրիշ գործ չկա։ Չէ՞։ Այդտեղ։ Հա, Լավ, աշխատեմ կանգնեմ այդ վաղտ։ Որտեվ եթե շատ երկար հեռու է, լիներ, չէ։ Որտև եթե երկար ինչ, ես մի հատ տեղ եմ ուզում գնալ։ էսա, ես վեզնա։ Բայց այնտեղ մեքենա չի մտնում։ Չկա ասում։ Էսա տեղ էր։ Են ավելի մեծ է ոնց էր։ Դեղ արդեն նշան է դրած։ Հա։ Հայ ուսանողությունը գնաց։ Դե ուրեմն առհատ է գնալ։ Ես ինչ է։ Նստապահությունը ոնց էր ֆուտբոլի խաղ է եղել, ավարտվեց գալիս են։ Շատ են, չէ՞։ Բարև ձեզ։ Հա, բայց պետք է հարցնես, ինչ պատմություն է։ Բարև ձեզ։ Ներողություն, ինչ որ միջոցառումից են գալի, թե ուղղակի դասերն։ Չէ, դասից են գալի։ Ընդամենը Ես քանիշն է, 6 ցանց, հա։ Ոնց, սենց ուշ է։
Эти мастер. Չայկով Իմ մոտ չուս տվեց, որ Անահիտը առավ SMS եկավ էլի ինձ Ես էլ պոստին չես ոսում արտադրված աղես շուրերն են, հա? Դա կանչում ենք էլի Էս նոր է ինչ-որ iShop կգնենք կանխիկ գումարով ինձ վերում ես գնում են, հա? Հետաքրքիր օգտագործած պետք է լինի, թե հա, սա Անահիտը զանգ տվեց։ Հա, Անահիտ։ Հա, դե նույն տեղը կանգնած եմ։ Հարի։ Չէ, դուրս եկա ման էի գալի։ Իսահակյանով գնում եմ։ Չէ։ Այստեղ այնքան ուսանող էր, ոնց որ ֆուտբոլիստ դուրս եկածել եմ։ Հարի։ Հա։ Հա, ոնց է ժողովուրդ, դեմքերը ուրախ են, թե ես արդեն բակերից էլ են գալի լավ աշխուժ տեղ է, եկեք ստեղ ման գանք էլ, ելուր են գնում, որ Առար Անահիտ ինչ որ պետք էր։ Այո։ Արի մի քիչ ստեղ ման գանք, լիքը մարդ էր։ Այս ժամը հետաքրքիր է որ։ Ուշ է, չէ՞, 6:10։ Հետո այս ժամին որտե՞ղ։ Հա։ Երևի երկրորդ սմենն էլ կա։ Չգիտեմ։ Ես նույնիսկ մեկին հարցրեցի, ասեցի կարողա միջոցառում էր։ Ասեցի կարողա հանրահավաք ա եղել, ինչ ա եղել։ Բարձրաց Չէ, ասես դասից են գալի։ Դե հարցնեի որտեղից։ Համասարանից էլ։ Դե էլ որտեղից պետք է գան։ Հա, այն զովետը չկա արդեն։ Չէ, զովետը չկա։ Էս ինչ է Զարգարյան։ Նոր բան է։ Դե քանի 2 տարի կա արդեն։
Հա? Վարշավիրանոց էր, Մեդեյան էր ստեղ, հիշում ես։ Էն Եվրոպան էր։ Մեդեյան է ստեղ էր։ Հետո դարա Վարշավիրանոց, հիմա Գարգարյան։ Ես ինչ է, ոչ մեկը չի առել, բայց որոշել են ռեմոնտ անեն։ Սա ոնց էր կոչվում ես տեղը։ Վեյով էր ինչ-որ։ Վերոնա։ Հա, Վերոնա։ Այսքան առանձին Չսիրուն քաղաք էր, չէ Վերոնան։ ֆանտաստիկ։ Հա? Ֆանտաստիկ, ոնց որ հեքիաթն էր ոչ թե քաղաք։ Հա։ Իսկական Ռոմեո Ջուլիետայի տեղ էր։ Այդ ֆոնտանները, այդ շենքերը։ Տենա Շեքսպիրը եղել է Վերոնայում։ Куда ведут события нас? Mobile house. Ոնց է, այս շարժվում է, հենա արի։ Լավ էլ անե, դու այնքան ուշադիր ես այս հատակներին։ Ամբողջը շարժվում է։ Հենց էլ ցող ինչ-որ ծուռ-մուռ։ Ամբողջ է, կարմիր պլիտկան բրակա։ Շար։ Բրակ։ Վայ, Ինչ։ այս խաղողը կտրել են անայդ։ Վայ, ափսոս։ Լնայ։ Այն վերևը մնացել է, հələ։ Դե վերևը ինչ, արդեն չի աճի, չի ծաղկի։ Բայց ինչ դաժան կտրել են այ մարդ։ Գիտես ինչ Արմեն, կարող է մրջուններ, բան դնել, միջատներ, ապրողներին այդքան էլ հարմար չի։ Մենք այդ դեղսերս կեին։ Օ, այս քո սիրած տեղը չես գնում, անայդ։ Դե չէ, այսօր չէ։ Մի ուրիշ օր։ Լավ, մի ուրիշ օր։ Պետք է գնամ, որտեղ բան ունեմ վերցնելու։ Հա, ես էլի կաբել-մաբել են անցկացնում։ Ուրեմն ես արդեն սաղ պատկերացնում եմ, ուսանողները ընդեղից գալիս են, մեծ քանակով, մի մասը ստեղից վերև է գնում, մանումենտ, նորքի զանգված եւ այլն։ Մյուս մասն է գնում է դեպի մետրո։ Այդ արդեն դեպի Որ եկանք ստեղ ես մի հատ այս խանութ էլ մտնեմ էլի։ Այս ինչ խանութ է։ Այս կտորի խանութը բարձիկներ վերցնեմ։ Բախյա քնար գրես։ Դե անունը քնար է։ Երաշտական գործիքների խանութ է։ Դե գնա լավ ես այդտեղ մի քիչ գնամ գամ ժողովրդի մեջ։ Այդ չեմ զանգի։ Որ շատ մոտենամ կարող է ինձ էլ հոսանքով մտցնեն մեկ ավտոբուսի մեջ, չէ՞։ Թիտեռնիկը։ Սա միտեղ էլ հանդիպեցինք, չէ՞, թիտեռնիկ։ Այսինքն բարձրացած շենքերը մի անգամ հանդիպեցի, որ Թամանյանն էր հատուկ բարձրացնում, որ չքանդեն։ Ասենք համասարանի են շենքը բարձրացրել է
Մի 10 րոպեում սաղին կհավաքի կբարձրացնի ավտոբուսը, ավտոբուսները։ Ահա, Ծարավ աղբյուր փողոց է գնում։ Ահա։ Եկաք։ Ինչ առար։ Քեզ ինչ, հա։ Հատ էլ գնանք մետրոյի մոտ։ Թե հոգնեցինք ժողովրդի քանակից։ Բայց ընդեղ էլ է լիքը։ Լիքը։ Հա։ Չգնացինք։ Քանի կորը չեն, էլի։ Վերոպես, կոշիկի խանութ չէ, այսքան ժիլետներ։ Արամոն չէ, ոնց էր։ Ժիլետներ ծախում։ Արամոյի նման խոսք էր։ Արմենը։ Արմենը, հա։ Ժիլետը չառնեմ։ Չի ժիլետ այ արմենը։ Նախ կարճ էր։ Ասում ես չէ, հա։ Գնանք առնենք։ Ուրեմն գնանք առնենք։ Լավ ձև է, բայց սասից բան չունես։ Հարցում դու ինձ էլի վստահի։ Ոնց։ Ամենակարևոր հարցը քեզ վստահ եմ անետ։ Ակուստի հարց։ Հրծավ ոսկը։ Հա։ Ոնց էր։ Գնանք են կողմ, թե գնանք մեքենայով ուրիշ տեղ, մի քիչ էլ նկարենք։ Դու լավ ինչ ուրիշ տեղ, հեսա լավ է էլ ստեղ։ Գնանք սասի մոտ ընդե լավ է, սաղ քանդած մի քիչ։ Ինձ անդուր է անդեղ միջայլոց։ Այս մի հատ անկյունն է, նեղ, ազատ։ Վերևից ես գլորվելով իջա, այն կողմից մի հատ երիտասարդ, ոնց որ մեքենայի բան, կորեստով գալիս էր։ Խփեր ես ընկնել։ Զգուշ եղան այդ։ Հազիվ իրան կանգնացրեց։ Դու ապա չունես, չէ՞։ Չէ։ Ես դնենք։ Դե լավ նստենք, գնանք, ինչ ասեմ։ Հա, բայց սասի մոտ չենք կարա։ Արիս նս թեքվենք։ Դու տեսար, որ Արարատը մեզ ուղարկեց, որտեղ Անահրի Զարյանի ցուցանակը եղել։ Հա, բա ես պատասխանել եմ Արարատին, որ մենք էլ ենք հայտնաբերել։ Այդ օրը հենց չէ հայտնաբերեցի ես։ Դու հա հայտնաբերեցիր, բայց Google-ով, իսկ ինքը YouTube-ով, բանով։ Դե դու էլ երկու հայտնաբերեցիր չտեսա, դու ասեցիր, որ դու ինձ պատմեցիր, որ եմ առնել այ չեմ ֆոտո նայել շենքի։ Դե որտեղ տան մի հատ նայենք։ Այն օրը մանեկան գնացինք են։ Հա, այդ շենքով հիացանք, բայց չգիտեինք որ տեղ ապրի։ Շենք դվան, այդ շենքով ինչ կար հիանալը։ Չէ, սիրուն շենք է այդ շենքը։ Որ ես։ Ոստանի շենքը Արմեն։ Չէ։ Ինչը՞ չէ, Արմեն ջան։ Ոստանի շենքը չէր, հա, ես հիշեցի, դու Այո, ասեցիր Ոստանի շենքն է։ Չէ, այստեղ Արարատը ուղարկել է։ 17 համար է այնտեղ Արմեն ջան։ Աբովյան 17։ Այո։ Ասում ես Ոստանի շենքն է։ 100%։ Ուզում ես կանգնի մի հատ ինքը համոզվի, որ այս 17-ը։ Հա, ուզում եմ, բայց տները է, չեմ տեղավորվի։ Տեղավորվես։ Ուրեմն այս ամբողջ շենքը 19-ն է։ Էսա հին շենք է։ Սա իմ դպրոցում սովորելուց կար արդեն։ Ավելի շուտ էլ կար։ Կոստան Զարյանի, ողջույն։ Տեղա։ Այս 19-ն է, 17-ը։ Հա, 17-ը։ Երկու քայլ, Հա։ երկու քայլ։ Այս շենքի վրա է։ Այ ապրես։ Բաուրա ընկերը։ Հետևից գալիս է։ Հա, տենց է։ Մենք անբաժան ենք, ուղղակի իրար կողք չենք քայլում, էլի։
Բա քո ընկերուհը Ընկերես այսօր տղայիս տարեդարձն է, հյուրեր ունի։ Քո տղայի տարեդարձն է։ Հա։ Մի րոպե իրար հետ բարեկամ եք, հա, պաստորը։ Ում հետ։ Ընկերոջդ հետ։ Չէ, Գագոյի հետ, հա, դու Գագոյին նկատի ունի։ Հա։ Ես կարծեցի կնոջս համար ես։ Հա, կնոջդ։ Չէ, Գագոյի մասին է։ Տղաց տեղ, հա։ Հա, Երևանում է։ հա, Երևանում է։ Ուղղակի միասին չենք ապրում, էլի։ Ճիշտ եք անում։ Մենք էլ միասին չենք ապրում։ Թե դու կողմնակից ես միասին ապրելու։ Ես նայում եմ, զարմանում եմ, մենք երևի միտեղ ուշադի են անդեղ այնա կարևոնքը։ Այն անկյունում, հա։ Հա, այդ անկյունում մի քիչ ներս են գացա, խոսալով են գան անցան։ Եղավ Լևոն ջան, ես կնկարեմ։ Հեսա, հա։ Հեսա։ Չէ։ Խոսալով են գանք, Հա։ ընկերը որտեղա ու կորցրեցինք։ Խոսալն է բաչի։ Շատ շնորհակալություն։ համար։ Ձեզ էլ լավ օր, ձեր տղային է շնորհավոր։ Հենց այսօր է ծնունդը։ Այսօր։ Պակա։ Դե հիմա մի հատ լավ ցույց տամ, թե չէ Անահիտը չի հավատա։ Փաստորեն էս Ռինալդի խանութն է։ Այնտեղ Մանթաշյանի արձանն է։ Այս սարերի մեջ ու այս տանը ապրել են։ Այս շենքը երևի 60-ական թվերի սկզբում են կառուցել։ Կոստան Զարյան գրող 1964-ից 69 թիվ և ճարտարապետ 64-ից 94 թիվ ճարտարապետ Արմեն Զարյան։ Всё։ Այստեղ էլ գրած է, որ այս տանը ապրել են։ Այս է Ջորջը։ Այս շենքը փաստորեն 64 թվին արդեն կար, հա։ Այս այն մեկը դրանք միաժամանակ սարքեցին այդ շենքերը։ Այս մեկը չէ, այս մեկը շատ հին է։ Ու այն մեկն էլ է։ Երևի այդ նույն թվին 63-64 թվերին։ Դե լավ, գնացինք։ Իժր էր Անահիտը ջղային անում։ Դե մեր տունը ներքև է, 3/1 է, ԱՕՔՍ-ը 3-ն է, դրա համար լավ է, Լևոնին տեսանք այդքան հեշ չէր այդ ծուծանակը գտնելը, հələ նայեք ինչ տեղ է, էլի չէ, ասենց, ես կողմից եմ անամանդ որ գալիս ես, Այս պատը սենց առաջ ընգած, հայացքից փակում է մարդու էլի։ Լավ, գնացի մեքենան։ Այ, հա, վերսա Անահիտը բերել է այդ ֆոտոն։ Դե սխալ եմ արել, Անահիտ ջան, դու մեղավոր չես, հասկացա։ Այդ ֆոտոն ես կդնեմ, հեսա, այ նայեք, հեսա, այս ֆոտոն է։ Հենա նայում եք գրած է վերևը։ Աբովյան սթրիթ, Երևան 17։ Ըստ դրա էլ Անահիտը որոշեց, որ ու ճիշտ որոշեց, որ Ոստան ռեստորանի շենքն էր։ Դե ես չեմ որոշել, ես ինչ-որ տեսել եմ, ասել եմ հետա։ Դե ֆոտոն հենա տենում եմ հենա, չէ, այս շենքի տակ էր։ Ընդ որում ես քեզ ասեմ Լևոնին։ Այս մեկը։ Ռինալդիից հենց մի քիչ վերև։ Հա, դե այստեղ Թամանյանի մեծ տղան էլ էր ապրում։ Հա։ Այո։ Տանում ես։ Այդ սայտը ոնց էր կոչվում, այդ ինչ սայտ էր, որ նայեցիր։ Վիկիպեդիա։ Վիկիպեդիայի մեջ էր այդ։ Հա։ Քեզ բան։ Հա, հիմա Անահիտը ասում է,
գրած էր, որ գեղեցիկ շենք է, գեղեցիկ ֆասադ է, ու դե ֆոտոն բերած է։ Ասում գնանք մի հատ կարող է սկզբից տեղ ապրի, հետո եկել է ստեղ։ Տարիները գրած էին, գրած էր։ որ թվից ապրել։ 64։ Դե 63-ին են, չէ, իրան հրավիրել։ Դե երևի մինչև եկել է, մինչև։ Մի տարի անցել է։ Կարող է մի տարի այդ կոհասած շենքում ապրել։ Դե չգիտեմ ես, ինչ ասեմ։ Լավ չի, այդ Վիկիպեդիան որ կարա տեն սխալներ անի։ Բողան փողոց։ Ահա, ստեղ կանգնեցինք, փաստորեն Երևան հյուրանոցի մոտ։ Են էլ Ազնավուրի հրապարակը։ Ստեղ եմ կանգնել։ Ես էլ Ծառուկյան անց շենքը։ Են էլ Ալեն Էլենը։ Մերոնցից մեկը շատ ուշադիր վիդեոն նայելուց հետո ինձ ասեց, որ այս արջևը այսօր ցանցով փակած է։ Այդտեղ Ինչա։ այդտեղ բաց տարածք կլինի, ներքին բակ կլինի։ Ինքը ենթադրեց, որ այս Ծառուկյանի ֆասադը սենց կգա մինչև AUX, որտև այստեղից արդեն լավ երևում է, նայում եք, ոչ մի ինչ-որ լուրջ պատոհանիժացնող բան չկա այս կողմը, այս ֆասադի վրա։ Մինչև վերև։ Ստեղ ամենակ մի հատ փոքր ինչ-որ սա կա, բայց այդ լուրջ բան չի։ Մի խոսքով այս լայնությամբ շորը խանգարում է։ Այս ինչ է կապակեցել։ Կամիր է։ Մի խոսքով այս լայնությամբ այս շենքը կգա կկպնի ստեղ։ Իսկ այն տարածքը, որտեղ լուսամուտներ կան, դա կդառնա ներքին բակ։ Վեր ժողովուրդ հոգնեց այս հարցից։ Կամին բացում պագում է։ Լավ, մի խոսքով այդտեղ ներքին բակ կլինի, կարծում եմ։ Սել կինո Մոսկվան։ Անահիտն էլ ընդեղ նստեց։ Դե լավ, գնամ Անահիտին վերցնեմ, մի հատ ասմա այդ ոստանի շենքի հասցեն էլ մի հատ նայենք։ Բայց անդուր է, որ արդեն Վիկիպեդիայում էլ սխալներ, չնայած սխալը էլի հիմա պատահել է։ Ուղղակի ինձ շատ դուր եկավ, որ այդ ոստանի շենքում, հա, կասեմ ընչի։ Գնացինք, ես մերոնց պատմում էի, սկսեցի պատմել։ Այս են Ֆոքսն է, Ֆոգ-գ-գ-գ։ Նայեք ինչ լավ է, փողոցից խոհանոցը լրիվ թափանցիկ երևում է։ Ինչ են անում, ինչ չեն անում։ Բայց ինձ թվում է դու ներսը չես հավանի, վիդեոն նայեցի՞ր։ Նայեցի, հա, նեղեր տարածք։ Ես գիտեմ, դու այդ չես սիրում, տենց մի քիչ վագոնի նման էր, չէ՞։ Հա։ Բայց հիշում ես Ամիրյանի վրա այդ բանը, որ Աշոտի ծնունդը արեցի։ Որ ասի լավ խցկել են շենքը։ Ընդեղ էլ էր նեղ, բայց ընդեղ ինչ-որ ույուտն էր։ Ամբողջան 10-եր։ Տենում ես, այս կողմի վրա զույգերն են։ Նենց որ այդ 17 այդ շենքը ոչ մի կերպ չէր կարող առնել։ Դա, դե 12-ը եթե սա է արդեն, ընդեղ 10-ը պետք է լինի, ոչ թե 17-ը։ Դե իմա։ Չնայած Վիկիպեդիաներում
Այնտեղ ելնում է, եթե դուք ավելացում ունեք, գրեք էլի։Ար ժամանակ ունենար գրեր իրանց, որից սխալ է։ Գուղեին էլի հոտվածը։ Ես էլ նոր գույնավոր տուն է, ոնց որ տոնածառի խաղալի կլինի։ Են էլ իբիսը։ Են Ալեքսանդրի վերև ինչա հլա։ Էդ ինչա բանա, ռեկլամայի շիտա, թե ինչ-որ էլի բան են։ Են սետ կան։ Հա։ Չեմ հանում այդ։ Ուզում ես վեր մի հատ iPhone-ով մոտեցնեմ։ Հələ մի րոպե։ Չէ, ոնց որ թե ռեկլամի շիտը ավելի շուտ։ Ռեկլամա կդնեն էլի որ հերվից երևա Ալեքսանդր գրածը։ Այ հրաչի Սաբինայի հետ էլ Այդ բալկոնը այո։ վերջում է։ Սկզբից մայրիկում, հետո է։ Հա, այ ճիշտ է, սկզբից մայրիկում էինք իրանց հետ։ Ճիշտ է, սկզբից մայրիկում էինք։ Գրացինք։ Մեզ մեր նայողներից մի հատ երիտասարդ մոտեցավ։ Այ հենա գնում է։ Ասեց մի օր որ գաք հիմա չէ մութ արդեն։ Այս աղոքշի շենքը պատը մի հատ նկարեք, որը նայում է դեպի այդ Ծառուկյանի շենքը, էլի։ Ես այնտեղ մոտիկ էի, բայց մութ էր։ Ասեց հիմա չէ, ցերեկով։ Այնքան ասմա գեղեցիկ պատը ասմա։ Վախում եմ վերացնեն։ Լավ, գնայինք մի օր։ Պատը վերացնեն, շենքը չի փլվի։ Թե առանձին է այդ պատը։ Չէ, բռնեն ինչ որ ոնց որ իրանց հարմարա սավաղեն կամ ինչ անեն։ Չգիտեմ, տենց ասեց, որ պատը տենանք կհասկանանք մտավախությունը երիտասարդի։ Ըստ մերոնց ով որ գրել է, այդտեղ պետքա շենքը լինի, շարունակվի։ Այդ մասը փակի, ներսն էլ ոնց որ դու ասեցիր, ներքին բակ լինի։ Դե գիտես, եթե այդ աղոքսի պատը տենց գեղեցիկ է, իրանք կարան մի քիչ էլ թարմացնեն ու թողեն տենց շատ գեղեցիկ պատ բակի մեջ էլի։ Պատկերացրու բակ, ես մի կողմը տենց գեղեցիկ հին պատ է։ Կարող է տենց տարբերակ լինի։ Կարող է հենց նույնիսկ դրա համար էլ այդ որոշել են այդ բակը տեղ անեն։ Ով գիտի։ Մեկ-մեկ հետաքրքիր լուծումներ էլ է հանդիպում։ Ահա, այս էլ այդ շենքը, որը այդ Վիկիպեդիայում սխալ գրած էր։ Աբովյան 8։ Աբովյան 8 է այս շենքը։ 17 էլ չի, այսինքն լուսանկարը հասցեի հետ էլ չի բռնում էլի փաստորեն։ Դե լավ, հիմա սխալվել են մարդիկ։ Անայդ, եթե ժամանակ ունես իրանց գրի Վիկիպեդիային, իրանք տեղ ունեն։ Բայց այստեղ ուրիշ բան եմ նայում, սա պոլն է, չէ՞։ Վանաս։ Պոլը նայ, սրճարան է գրած։ Հա։ Իստեղ տես ինչ է գրած։ Բայց անունը ինչ է գրած։ Պաստիցերիա, թխվածքերն է, հրուշակերն։ Անգլերեն։ Հա, ճիշտ է, հենա հայերեն հրուշակերն։ Ռեստորան, պոլ, պաստիցերիա։ Պաստիցերիա, Լավ, ոբշն։ Ամենահետաքրքիրը, այս շենքը ով որ գիտի, առաջ ինչ էր էլի։ Ինձ թվում է շատ կզարմանա այստեղ, ինչքան փոխվեց այս շենքը։ Սա գիտես ինչ էր։ Ինչ որ պրոպագանդայի տուն էր, ինչ էր կոչվում։ Ես մի անգամ փիլիսոփայի գնությանը պատրաստվելուց պապաս ասեց, սրանց մոտ լավ գրադարան կա այդ թեմայի։ Եկա այստեղ վերևի հարկը սաղ գրադարան էր։ Հին են, դե գիտես այդ հատակները ինչ ձև են ելնում, հին հատակները, չէ՞։ Այս շենքն էլ ավիատրանս էր, չէ՞, ոնց էր այս հյուրանոցը կոչվում։ Հա, հենա գրած է։ Այս ավիատրանսի հեղինակը
Գարիկն է Պատրիկյան, չի բացառվում, որ այս քանի օրերից մեկում մի հատ իրան այցելենք մեզ Շիլաչիի մասին, թե Սիլաչի, չգիտեմ ոնց է ճիշտ, պատմի ինքը ընդեղ ապրում, Ծնված օրվանից ընդեղ ապրել։ Այո, Անայդայինց ընտանիքին մոտիկ ընտանիքը, Գարիկն էլ Արմենի ընկերն է։ Արմենին հետ շատ մանկությունից ընկերություն են արել։ Այո, այդ իրա կառուցածն է, թե մենակ է կառուցել, թե ինչ-որ մեկի հետ, արդեն ինքը կպատմի։ Աշետը հարսնակարը բաննել է ինքը չէ մասնակցել։ Չգիտեմ։ Հա, այս Սևանին։ Լավ, որ ելնենք, իստիմա կպատմի։ Ես էլ Պրոգոմեշը, որ է ես։ Պրեգոմեշ։ Բայց ինչ է այդպես անվանում ընտրել։ Բա մերոնք ասեցին, չէ, ինչ է նշանակում, թե չասեցին։ Չեմ հիշում։ Ընդեղ ներքևը, Չի հնչում այդ խոսքը։ չէ, ընդեղ ներքևը ինչ որ արծվասիրտ տենց մի հատ խոսք էր գրած դռան վրա։ Ես այդտեղից ենթադրեցի, որ դա թարգմանությունն է, բայց հայերեն էլ է գրած Պրեգոմեշ։ Այսով կարա ասի, որ փողոցի վրա ենք, չասես անայդ։ Հարի գնանք են հին երևանցիով, փորձենք հետ գնալ մեր մեքենայի մոտ։ Անայդ, մենք ստեղ Սվարովսկին կտանք վերջը։ Չէ, ես տենց էլ չտեսա ստեղ Սվարովսկին։ Ես Բուրմունքում եղել ենք, բան եմ արել այստեղից։ Չէ, բայց մի օր դու հատուկ ինչ-որ հարցրեցիր, իրանք ասեցին, չէ, որտեղ է։ Ասացի շարքում է, բայց ուր է։ Մի րոպե, կարող է ստեղ չէր Անտոն Քոչինյանի վրա էր։ Չէ։ Հյուսիսային պողոտ է։ Միլանո։ Այս բոլոր խանութները Աբովյանի վրա էլ են կարծեմ դուրս գալի, Բուրմունքը հաստատ։ Իսկ սա չեմ հիշում։ Բուրմունք կա Աբովյանի վրա։ Այս նույն խանութն է, երկու մուտք ունի, այստեղից եւ ընդեղից։ Հա։ Այո։ Բայց այստեղ ուր է Սվարովսկին։ Չտեսանք այդպես էլ։ Էս չի է։ Դո հենց էս է։ Որտեվ փայլատակում անդեղ ինչ որ։ Էս էլ նայի Ալեքսանդրի մուտքն է այս կողմից։ Մուտքն է ներսից։ Համ Ալեքսանդրը, համ Բուրմունքը երկու կողմից դուրս են գալի։ Սվարովսկի։ Սվարովսկի։ Մտնես մի հատ Մոնվարես անես։ Չեմ ուզում։ Սվարովսկի։ Ավտովարձույթ։ Բայց փոքր է խանութը, ավելի քան թե Աբովյանի վրա է։ Էս Աբովյանի վրայինն է։ Հա, իրանք տեղափոխվեցին այստեղ։ Էլ Աբովյանի վրա չի լինելու։ Չի, այնտեղ ուրիշ խանութ բացեցին։ Հագուստի։ Վերանորոգում են այնտեղ։ Էս էլ Նորդ Ավենյուն։ Մենք Արտուրի ու Գոհարի հետ ստեղ սուրճ խմեցինք, չէ՞, որ հանդիպեցինք։ Այսինքն իրանք ստեղ էլ բնակվում էին։ Ես ինչ որ մի տեսակ մութը, չէ՞։
Մի պահ ասեցին, որ փակվել է, բայց հետո նորից բացեցին։ Բայց կարող է, գիտես, արի հել մի հատ Եթե հիշում եմ ես այդ պատմությունը։ Արի մի հատ այն մայթից նայենք, ինչ որ ոչ մի հատ լույս չի վառվում։ Ինձ կասկածելի ձևով։ Я думаю, что они там что-то выращивают. Հա, ուտա, ճիշտ ես, բայց մի պատոհանում լույս կա։ Ոնց որ այս շենքը, նայ այստեղ էս բնակարանը։ Հա։ Այս մասը չգիտեմ, ինձ ասեցին այն մասն է, Արա Աբրամյանը։ Հա, չէ, լույսեր կան, մի քանի տեղ լույսավոր է։ Այդ հյուրանոցի մասին ես ասում, թե Արա Աբրամյանի Չէ, հյուրանոց։ հյուրանոցի։ Նայենք։ Հա, ճիշտ է։ Նա ինչքան լույս է։ Հա։ Այս վերևը լուսինն է, արդեն կասկածում եմ։ Այո, լուսինն է։ Հա, չէ, աշխատում է հյուրանոցը։ Դե դուրս են եկել մարդիկ զբոսնելու, լույսերը անջատել են, էլի։ Այս էլ այս կողքի շենքում էր, չէ՞, Վազրիկը ապրում։ Վազրիկը, հա, այն շենքում էր ապրում։ Հենց աչքամբրել այս կողմի վրա դուրս էր գալի։ Այո, հիշում եմ։ Նկարել ես դու։ Հա։ Ես հին Երևանցին չի։ Այո։ Վենայի։ Դե Պուշկինն է, անո։ Չէ, այս Պուշկինն է։ Հին Երևանցին Կողմը չի։ Պուշկինն է, բայց այս կողմը Այս կողմը հին Երևանցին է։ Վենա ռեստորանն է եւ Իբիսը։ Այդ խոշ Վենա ռեստորանը հիմա ինչքան փոշի կերավես։ Այդ շինարարություններից Շոտ։ Ու դեռ լա շարունակվում է։ դե օրինակ այս շենքներ, լրիվ մութը։ Չէ՞։ Չէ, լույսը մերը չի։ Այնտեղ Լեվել է լույսեր կան, ոնց չկա, հեսա։ Այս կողքը Հա, նայ ներքևը կա։ կողմը։ Անցի մեր լույսն է։ մի քիչ չնստենք։ Չէ, ես մրսում եմ, հոր։ Հա, մրսում ես։ Այն Սորիզոն վերևն էլ ունի, հա, երկրորդ հարգումել են իրանք։ Չգիտեմ։ Հա, ինչ լավ պետք է լինի։ Ուրիշ ցուցանակ չկա։ Հələ գնանք բարձենք, կա ռեստորան է վերև ինչ-որ ուրիշ տեղից է մուտքը։ Այս երաշտություն է։ Այս երաշտությունը չկարացա։ Հա, մատուցողին ասեց, մենք ենք լրիվ նույն պրոֆիլն է ինչ-որ ներքևում է, ոչինչով չի տարբերվում։ Нет, я прям реально поверил в человечество, что несмотря на то, что как бы Ես էլ Սեգաֆրեդոն եկավ ստեղ։ Հիշում ես, այն անկյունում էր Տերյանի հետ։ Հետո Վարդանյանները վերցրեցին։ Հետո էլ ոչ մի բան չարեցին, տվեցին այն էլեկտրոնիկայի խանութ դառավ։
Գիտեք իրա բարձակալում է այդ խանութը։ Վարդանյանենցն է էլի։ Այդ չեմ անում։ Բայց ես ներքևով որ գնում ես, վերև չես նայում շենքերին։ Եվրոպական քաղաքի փողոց է էլի, ինչ-որ չէ։ Ուղղակի ես տուպոյ շենքերն են։ Վերևը չես նայում, ճիշտ ես ասում։ Բարսելոնայում ասենց մի հատ փողոց կար, չէ՞։ Ասում ես։ Այն հին բանի կողքը։ Հին եկեղեցու իրան, Սաբորին մոտ։ Այդ ռայոնում էլի։ Երբ ես էր Եվրոպայի հրապարակը։ Ես էլ դալանն եմ, որով մենք պետք է դուրս գանք։ Այստեղ լավ կամուրջ կար, դու գնում էիր Աբովյան, հիմա դրանից ինչ մնացել չգիտեմ։ Այդպես բարձրանում են։ Հա, բարձրանում են։ Չէ, հետ գնացին։ Երևի պակա էլի են կողմում, որ հետ գնացին, չբարձրացան։ Արի մի հատ այս կողմը նայենք։ Ես եմ Պուշկինի վրայի շենքն է, մեջտեղը։ Տես էստեղ հավաքել են այդ կաֆեն։ Շնես։ Հա, դե եղանակը ցուրտա հավաքել Բայց են։ էստեղ մնացել է։ Հա, բայց ճիշտ է, այս մեկը մնացել է։ Լավ կանեն ես էլ հավաքեն։ Պաստորը երևի էստեղ ազատել են։ Դեստեղ, գիտես, արդեն շատ կլներ ես մի հատ։ Դեստեղ հրապարակ Կաֆեի չի համար։ մնացել արդեն Հա։ ընդհանրապես։ Էսը ռուժ է ստեղ, գիտեիր։ Գիտեի։ Լավ էլ գնանք տենանք այդտեղ ինչ են ասում։ Էս Սիրավարնյան։ Էս կողմը ինչ է։ Իրապե։ Կորպուսա։ Հա։ Էս էլ կորպուսը։ Երաժշտությունը, հա։ Էս Սիրավարնյայի ժողովուրդն է։ Մի քիչ երաժշտությունից են կողմ գնանք։ Էս էլ եկանքին Երևանցի վերջը։ Ահա, ստեղ ոչ մի երաժշտություն չկա, անայ տարի հրաժեշտանք, մենք մի կերպ կհասնենք մեր մեքենայի մոտ։ Այս դրագոնն էլ փակվել է տեսքրի։ Հա, այդ ռուսական թատրոնին քիպ կպած է այդ դրագոնը, դրագոնը, այնտեղ են բակնա, լավ մնաք հայր ջան, Ստեսություն ձեզ, ստեսություն ձեզ, առողջ եղեք, այո, և մնացեք խաղաղությամբ, միշտ առողջ և խաղաղ երկինք։